Ողջույն, զրուցակիցս Հայկ Մամիջանյանն է, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նոր բացահայտումներ, ճակերտավոր նոր բացահայտումներ Ադրբեջանից, Ջեյհուն Բայրամովը մեզ անվանեց պատերազմ հրահրողներ։ Դե հայտնի արտահայտություններն են, որոնք արդեն տարիներ շրջանառվում են, նոր պատերազմ, նոր տարածքներ, եւ կամ Արցախը, Հայաստանը եւ վերջ անվանեց մանիպուլատիվ։ Ինչու հենց հիմա որոշեց արտաքին գերատեսչության ղեկավարը Ադրբեջանի այս բացահայտումները անել, այս փակագծերը բացել։ Եկեք մի քանի հատվածի բաժանենք այդ հարցի պատասխանը։ Առաջինը, Ադրբեջանը ակնհայտ Հայաստանի հետ աշխատում է մտրակի եւ կարկանդակի սկզբունքով։ Այսինքն, մի ինչ-որ լավ բան են անում, կամ ասում, ինչ-որ վատ բան են անում, կամ ասում համադրությունը, հա, օրինակ տրանսֆերը իր տարածքով թույլատրելու ծորենի եւ այդ գյուղչամոքչա հայտարարությունների հենց այդ տրամաբանության մեջ է բացատրում ու եթե հետադարձ նայեք մոտավորապես այդպես է անդադար թվում, հա, Ալիևը ինչ որ միտեղ իբր խաղաղասիրական բան է ասում, հետո 10 բացասական է ասում կամ իր падգամավորները, դե բոլորս ենք չհասկանում, որ Ադրբեջանում ինֆորմացիոն բոլոր հոսքերը տոտալ կառավարվում են, ու այնտեղ հանկարծակի ոչ մի բան չի ասում։ Այդ բանը պահվում է, հա, մտրակի եւ կարկանդակի պրինցիպը, սա մեկ։ Այնպես որ ես կարծում եմ, որ թայմինգը, ժամանակագրությունը հենց այդ դիտանկյունից պետք է նայել, որտեղ այլ շոշափելի պատճառ ես ժամանակագրական տեսանկյունից չեմ տեսնում։ Սա առաջին։ Երկրորդ, ես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ Բայրամովի ռևանշիստի եւ այլն հասկացություններին, որովհետեւ այդպես հայրենասերներին մեզ անվանում են ԿՊԱ-ականները եւ ադրբեջանցիները ու թուրքերը, այն էլ քաղաքական գործիչները, այնպես որ դե առանձնապես խոսելու բան չկա։ Բայրամովի հարցազրույցի մեջ հետաքրքրական մեկ այլ կետ կար, որի մասին մենք շատ ենք խոսել, դա 18 թվականի Փաշինյան-Ալիև բանակցություններն են։ Նորից, ես չափից շատ եմ հարգում մեր հեռուստադիտողին, որպեսզի դավադրապաշտական ինչ-որ տեսություններ կառուցեմ, դրա համար տարրական պարզ տրամաբանությամբ եմ գնում։ Ընդ որում ասում եմ փաստեր, որոնք կամ հաստատվել են, կամ առնվազն չեն հերքվել Փաշինյանի ու իր թիմակիցների կողմից։ Պնդում համար 1 18 թվականին Փաշինյանը խնդրել էր Ալիևին նվազեցնել շփման գծում լարվածություն։ Դա թե ադրբեջանական եւ թե հայկական աղբյուրներով հաստատված տեղեկատվություն է։ 1. Ընդ որում այստեղ պիտի ասենք, որ ամեն դեպքում Աստծուն փառք, էլի մեր զինվորների կյանքերն են փրկվել կամ անվտանգությունն է այդ ամիսների ընթացքում բանանել, բայց այստեղ առաջանում է մի պարզ հարց. ինչա խոստացել դրա դիմաց Փաշինյանը։ Նորից ես չեմ գնալու լիֆտ բանման ակնհայտավոր կամ չլիֆտում չի տեղի ունեցել, բայց հարց եմ տալի, միթե ինչ որ մեկը հավատում է, որ Ալիևը ուղղակի ասել է դե լավ, այս մի քանի ամիսը չենք կրակելու կամ քիչ ենք կրակելու։ Ակնհայտ եղել է, չէ՞ ինչ որ խոստում։ Հիմա ես հարցնում եմ, որն է եղել այդ խոստումը։ Հաջորդ կետ, Բայրամովը ասում է, որ 18-ին Փաշինյանը խոստացել է խնդիրը կարգավորել, 19-ին ասել է ինձ կսպանային, եթե կարգավորվի։ Հիմա սա արդեն երկրորդ դեպքն է, երբ որ Փաշինյանը իր անձնական անվտանգությունը կամ իր քաղաքական ապագան ավելի կարևոր է դասել, քան մի քանի հազար զինվորի կյանքեր։ Երկրորդ դեպքը դա հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնացնելն է, որը ինքը տարիներ անց ասեց, որ եթե այդ օրը պատերազմը կանգնացրեր, ապա իրեն դավաճան կհամարեն։ Երկրորդ հարցն որ ջահանդամ գյորա կհամանեին, թե չէին համարել, ոնց կարելի է համադրել իրար հետ զինվորի կյանքը ու քաղաքական կարիերան։ Նույնիսկ երկրորդ հարցը, որ այսպես թե այնպես դավաճան է ինքը, այդ չի հարցերը։ Հարցերը այն է, որ մենք երկու դեպք գիտենք, ընդ որում որևէ մեկի մտքով չանցնի ինձ ասել դու Բայրամովի, այսինքն ադրբեջանական ինֆորմացիոն տեղեկատվությունը բերում ես Հայաստանի դաշտ։ Ոչ, դա այսպես թե այնպես հայտնվել էր Հայաստանի ինֆորմացիոն դաշտում եւ երկրորդ հերքեք։ Բայց այդ մեղադրանքը ձեր հասցեին պարբերաբար է հնչում, այսպես խորհրդարանական ընդդիմության հասցեին։ Լավ են անում, բայց այստեղ կա երկու կետ։ Առաջին, ինչ որ սուտը հերքեք։ Դե նրանք էլ կասեն ինչու եք նրա ջրաղացին։ Չէ, ոչ մի ջրաղաց այստեղ չկա, բան չի էլ, նենց չի, իրանք ասում են ինչ որ բան, որը քարոզչական կետ է,
այս կողմն էլ ինչ որ բան ամ։ Սրանք կարևորագույն կետեր են Փաշինյանը 18-19-ին պատրաստ է եղել հակամարտությունը կարգավորել ինչ որ մենակ իրան հայտնի պրինցիպներով։ Հիմա ես պարզ հարց եմ տալի, թող այդքան զրիակեր կա, դրանցից որևէ մեկը վեր կանա եւ ասի բայրամովս ուտա ասել։ Այդ պահից սկսած ես կդադարեմ դրա մասին խոսել։ Եվ երկրորդ ամենակարևորը Դուք վարչապետի հակադարձումը լսել եք։ Հա, լսել եմ, ինքը այդ ժամանակ բան չէր, ԱԳՆ չէր։ Ի տարբերություն ձեզ, երբ որ շունը տիրոջը չի ճանաչում, սովորաբար պետական համակարգերում գոյություն ունի ինստիտուցիոնալ հիշողություն եւ իրար ինֆորմացիա փոխանցում են։ Դա պատասխան չի, ինքը ներկա չէր։ Ինքը չի ասում, որ ես նման բան չեմ ասել, ինքը ասում է ես ասել եմ, բայց ինքը պետք է որ չիմանար դա հերքում չի։ Եվ շեշտում է նաև բանավոր պայմանավորվածություններին հղում անելը այնքան էլ ճիշտ չէ։ Ես այդ ամեն ինչը ընդունում եմ եւ բարձ հարցադրում եմ անում։ Ասեք, որ այդպես չի եղել։ Ասեք, որ այդպես չի եղել, ես նման բան չեմ ասել։ Փաստացի Փաշինյանը դա չի ասել։ Հետևաբար դա օգտագործելու, դա քննարկելու հիմքը բաց է եւ ամենակարևոր պատճառը, որ մենք ասել ենք դրան, որ մի քանի իրադարձություն ա եղել կարևորագույն մեր երկրի անվտանգության համար, որոնք մենք իմացել ենք կամ Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Սկսած այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, Դուբայի հանդիպում, մի խոսքով այս բոլորը մենք իմանում ենք կամ ադրբեջանական կամ թուրքական մեդիա հարթակներից կամ պաշտոնյաներից։ Ես ուզում հիշեցնել, որ մենք խոսում ենք նույն մարդու մասին, ով 18 թվականի իր 100-օրյակի հավաքի ժամանակ հրապարակում ասում էր, այսպես կհավաքվենք հրապարակում, ես դες կպատմեմ Ղարաբաղյան հակամարտության լուծումը, մենք բոլորով իրար քննարկենք դա այդպես է, թե այդպես չի։ Եվ մի կետ էլ կա, հասկանում եք, Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտությունը օգտագործելով 21-ին եկավ իշխանության։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինքը իր նախընտրական ծրագրում գրեր ես պատրաստվում եմ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, շուրջ 150,000 հայ տնավեր, 140,000-ից ավել, տնավեր եւ գերեզմանները թողելու է Արցախում ու գա այստեղ բռնի տեղահանվածի կարգավիճակով ապրի։ Տեսնեմ այդ չակուճը ձեռը լիներ, չլիներ, քանի ոգի իրան ձայն տալու։ Հետևաբար անհրաժեշտ է մեր հանրությանը ներկայացնել իրողությունը, որպեսզի հանրությունը կարողանա ճիշտ ընտրություն կատարել, ճիշտ որոշումներ կայացնել։ Դե լավ, եթե մի կողմ թողնենք այս ներքաղաքական դաշտի տիրույթից վերլուծությունները, վերադառնանք Ալիևի կեղծ ռետորաբանությանը։ Գոյչա, տանկեր, կրկնում եմ ինքսինց, ամեն դեպքում այստեղ կա առարկայական եւ շոշափելի վտանգ, թե այստեղ պիտի ինֆորմացիոն պատերազմի պես ինչ որ մի բանի վերածենք սա ու պայքարենք։ Նախ ինֆորմացիոն պատերազմը դա ընդհանրական պատերազմի մեկ մասն է։ Հասկանում եք։ Ներեցեք, բայց իշխանական թևն ասում է, որ այդ խոսույթն ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին։ Ուրեմն մեկ ինֆորմացիոն հեղափոխությունից հետո ներքին եւ արտաքին լսարաններ հասկացողություն ներքին եւ արտաքին լսարանների համար խոսույթ գոյություն չունի, որտեղ ամբողջ խոսույթը տարածվում է։ Ու հենց էս է այն պատճառը, որ մենք ժամանակին ասում էինք, որ Փաշինյանին ցավոք սրտի լսում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Բաքվում, Անկարայում, Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Փարիզում եւ այսպես շարունակ։ Գիտեք ինչի է ինքը դա ասում, որովհետեւ երբ մենք մեջբերում ենք, թե ինչ էինք ասել Տավուշյան մարտերից սահմանային միջադեպից հետո, թե ինչ էր իր պաշտպանության ժամանակվա նախարարը ասում, թե ինչ ռետորաբանություն էին իրենք առհասարակ որդեգրել, իրանք էլ երևի այն ժամանակ, երբ որ Տավուշյան սահմանային մարտերի, սահմանային միջադեպի արդյունքում 70 քանի հատ մարտական խաչ տվեցին, եթե չեմ սխալվում, դա ավելի շատ է, քան մինչև այդ եղել էր։ Երբ որ ասում էր, որ մարտական ամենամարտունակ բանակն է տարածաշրջանում, մի քանի ամիս հետո հակառակն էր ասում։ Դրանով ինքը հույս ուներ խոսել միայն ներքին լսարանի հետ։ Ընդ որում, երբ որ ես սրա մասին խոսում եմ, շատ էական է ուշադրություն դարձնել մի կետի վրա։ Որևէ կասկած, որևէ քննարկում լինել չի կարող, որ 44-օրյա պատերազմ եւ մյուս բոլոր ռազմական գործողությունների ագրեսորը Ադրբեջանն այդտեղ քննարկում չկա, չի կարող լինել։
բայց կարող ենք լատիներեն կազուս բելի հասկացությունը օգտագործել, կարող ենք քաղաքական տեսանկյունից դիտարկել դա եւ մատնանշել թե քո հայտարարություններով Փաշինյանը իր հայտարարություններով ինչ դրության մեջ էր դրել Ալիևի ռեժիմը, որը տոտալիտար ռեժիմ է ու իր երկրում բազմաթիվ խնդիրներ ունի, թաքնված լատենտ։ Ու այդտեղից մենք արդեն կստանանք 44 օրյա պատերազմը սկսելու, ագրեսիան սկսելու Ադրբեջանի մոտիվները, որոնք բացարձակապես արդարության հետ ոչ մի կապ չունեն, դրանք շարունակում են լինել ագրեսորական։ Համեմատության համար պետք է ասեմ, որ ես սրա մասին խոսել եմ ազգային ժողովի ամբիոնից մի տարի առաջ, նախագահ Սարգսյանն իր ոդկասթի ընթացքում դրա մասին խոսեց, որ 12, 13, մինչև 15 թվականները Մեղրիից մինչև Արարատ, այդ հատվածում մենք 400-ից 500 կիլոմետրով բարելավել ենք մեր սահմանային իրադրությունը, այսպես ձևակերպեմ, բայց դրա մասին մենք չէինք խոսում։ Պատկերացնեք 12-13 թվականներին մեր պաշտպանության նախարարը կամ այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը վեր կանար ու ասեր ժողովուրդ ջան, մենք սահմանները 400-ից 500 կիլոմետրով բարելավել ենք, 40 կիլոմետրով։ Պատկերացնեք ներքին լսարանում դա ինչ ընկալում կունենար։ Կամ թեկուզ, երբ որ որոշ մարդիկ քարորիա պատերազմից հետո փորձում էին ավելացնել զոհերի թիվը, քարորիա պատերազմի իրական 75 զոհեղը իրանք փորձում էին ավել ներկայացնել, կամ նախագահ Սարգսյանի որոշումը հակահարված չտալու LTP-ի ուղղությամբ եւ այդ նախագահի որոշումը ավելի շատ կարևորելու հայ զինվորի կյանքը, քան վիճարկելի ստրատեգիական կարևորություն ունեցող որոշակի փոքր հողատարածք, ինչպես էին իրանք շահարկում։ Պատկերացնեք մեզ ինչքան պետք էր այն ժամանակ ասել, բայց ժողովուրդ ասում եք այսքան կիլոմետր, մենք մի քանի տարի առաջ դրանից շատ էլ ապահովել ենք, բարելավել ենք մեր սահմանային իրադրությունը։ Բայց դա հանրապետականը չէր անում, որովհետև դա կարող էր հղի լինել, կարող էր բերել շատ ավելի ծանր հետևանքների։ Երբ դու իշխանությունից թանկ բան ունես քո կյանքում, այդ ամենը դառնում է բավական երկրորդական։ Նկատի ունեմ քարոզչությունը։ Թուրքիան էլ իր եղբոր ձեռքը բռնած քայլում է ճանապարհով անցնում է եւ զորահանդես էին կազմակերպել Ադրբեջանում, որից վերադարձի ճանապարհին Էրդողանը խաղաղության ճարտարապետության մասին հերթական վեհ տեքստերն ասաց, բայց այստեղ էլ մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ ենք թևակողում, առնվազն այդպես են ասում, նույնիսկ չվերթների մասին է խոսք գնում, բաց սահմաններ, խոսքով սա այս խաղաղության օրակարգի հերթական կոմպոնենտն է, թե աջակցություն է։ Նախ մի քանի կետով գնանք, էլի կետ համար 1 արձանագրենք, որ Ռուբինյան քլաչ պայմանավորվածություններից դեռևս ոչ մեկը իր չի իրագործվել։ Ու ոչ մեկը ուղղակի, ոչ այդ դիվանագիտական անձնագրերի պատմությունը, ոչ երրորդ երկրն, ոչ մեկը։ Սա արձանագրում համար 1։ Երկրորդ, երբ որ այս ամբողջ պատմությունը քլաչ Ռուբինյան սկսում էր, մենք իրանք անդադար փորձում էին զուգահեռներ տանել ֆուտբոլային դիվանագիտության հետ, որը իբնե սխալ է, որովհետև ժամանակին ֆուտբոլային դիվանագիտությունը նախաձեռնվել է մի քանի պատճառներով։ Առաջին, որպեսզի աշխարհին ցույց տալ, որ մենք չենք դեմ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը, որտեղ աշխարհում կար կարծիք, որ մենք ունենք բարդույթ ցեղասպանությունից հետո եւ մենք ենք դրան դեմ, անհրաժեշտ է պրոակտիվությամբ, նախաձեռնողականությամբ աշխարհին ցույց տալ, որ չէ, մենք չենք դեմ այդ գործընթացին առաջին։ Եվ երկրորդ, հայ-թուրքական հարաբերությունները կամ Թուրքիայի ներգործությունը Ղարաբաղյան հակամարտությանը ամբողջովին զատել։ Սա առանձին տրեք սարքել դիվանագիտական, այսինքն հայ-թուրքականը երբեք չխառնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ։ Այդ երկու նպատակներն էլ այն ժամանակ իրագործվեցին։ Երբ որ իրանք փորձում են ներկայացնել այս ամենը ինչ տեղի ունենում այդ սոուսի մեջ, դա բացարձակ այդպես չի, որովհետև այն ժամանակ իրապես առանց նախապայմանների էր հայ-թուրքական հարաբերությունները։ Հիմա իրանք բանավոր ասում են առանց նախապայմանների, բայց տարիների ընթացքում բոլոր նախապայմանները լուծեցին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի գանք մի կետի, որը Ադրբեջանին է հետաքրքրում, ամեն դեպքում լուծել բառը չօգտագործեմ։ Ցեղասպանության հետ կապված իրենք բացարձակապես կրավորական դիրք են ընդունել, որը ուղղակի կրավորական չի, էլի արդեն համարյա ժխտողականություն է։ Երբ որ
Իսրայելի վարչապետը իր հարցազրույցում իհարկե սեփական քաղաքական շահերից, արտաքին քաղաքական շահերից ելնելով հիշատակում է ցեղասպանությունը, այս հրաշքը ասում է ինձ ինչ օգուտ որ ասեց։ Այսինքն ճիշտ հասկացեք, ես պատրանքներով չեմ ապրում։ Իհարկե հասկանում եմ, որ այն ժամանակ կար իսրայելա-թուրքական սրված հակամարտություն հարաբերությունների մակարդակով ու վարչապետ Նեթանյահուին անհրաժեշտ էր այդ խաղաքարտն էլ օգտագործել։ Բայց ոնց կարելի է դրա արձագանքը Հայաստանից լինի հայ ինչ անեմ։ Գիտեք, հաճախ իրենք փորձում են իրենց տեքստերի մեջ ցույց տալու ասել, տեսեք, մենք չենք ժխտում ցեղասպանությունը, մենք չենք հրաժարվել ցեղասպանությունից, մենք ծիծեռնակաբերդը չենք քանդում եւ այլն եւ այլն։ Բայց ինձ թվում է մեռնելիք է լինել մի մարդ, որի մասին ամբողջ աշխարհի հայությունը պատրաստ էր հավատալ, որ ինքը հրաժարվում է ցեղասպանությունից, ու ինքը քանդում է ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Գիտեք, երկրորդ հարցը դա այդպես է, թե այդպես չի, բայց իրանք մտածելիք նկատի ունեմ ՔՊ-ին ու Փաշինյանին։ Իրանք մտածելու, եթե դեռ ունակություն ունեն, մտածելու առիթ ունեն, լավ է ինչ ենք մենք իրանք արել, որ հայ ազգը ամբողջ աշխարհով, թե Սփյուռքը, թե Հայաստանաբնակները պատրաստ են հավատալ, որ իրանք ժխտում են ցեղասպանությունը, կարող են քանդել ծիծեռնակաբերդը։ Իմ համար դրանք հավասարազոր մեռնելիք է, էլի ոնց։ Դե որպես հակադարձում էլ կարող է հնչել, դուք էլ դե որ չեք հերքել եւ այնպես է կարել, որ աշխարհի տարբեր երկրներ ճանաչեն, ինչ է տվել դա ձեզ։ Այդ միշտ է կարելի այդ հարցը տալ։ Այդ նույն հարցը կարելի է տալ, ասել, եթե ենթադրենք զինվորականի աշխատավարձը 1000 դրամով ավելացրեց, ինչ է տալու մեզ։ Կամ երբ որ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություն է անում, պատասխանես թե չպատասխանես, ինչ է տալու ձեզ։ Դիվանագիտությունը, արտաքին հարաբերությունները իրանք ակումուլատիվ էֆեկտ ունեն, այսինքն կուտակային էֆեկտ էլ ունեն։ Դու չես կարող ոչինչ անպատասխան թողել։ Անդրադառնալով նորից Թուրքիային, այստեղ կարող է լինել երկու տարբերակ։ Ու փորձագետները այստեղ կիսվում են իրենց կարծիքների մեջ։ Ես նեղ մասնագիտացում Թուրքիայի վրա իհարկե չունեմ, դրա համար ստիպված եմ հետևել փորձագետների կարծիքներին։ Փորձագետների մի մասը համարում է, որ Թուրքիան, եթե ժողովրդական լեզվով ասենք, կրակն է ընկել Ադրբեջանի ձեռքում։ Այսինքն փոքր եղբայրը կառավարում է ավակ եղբոր կամ չգիտեմ, պոչը կառավարում է շանը տրամաբանության մեջ, որ իրանք ավելի սրընթաց, զարգացումների կողմնակիցներ են, Ադրբեջանը դա ստիպում է, որը հեռու չի իրականությունից։ Ամեն դեպքում մենք պիտի հաշվի առնենք, որ մենք խոսում ենք լրիվ այլ Թուրքիայի մասին, սա Գյուլի Թուրքիան չի, սա Էրդողանի Թուրքիան, ընդ որում Էրդողանի վերջին ժամկետի Թուրքիան, որը առանձնապես հետաքրքրություններ չունի եվրոպական ինտեգրացիայի տեսանկյունից, եթե չեմ սխալվում, նույնիսկ հրապարակային հայտարարել է, որ այլևս առաջնահերթություն չի, այդ մեկը չեմ հիշում կոնկրետ, որը տարածաշրջանում իր դերը զգալիորեն ավելացրել է։ Ամեն դեպքում այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նկատմամբ եւ այդտեղ անմասն չի 44 օրյա պատերազմը, որովհետեւ 44 օրյա պատերազմի արդյունքում Թուրքիայի դաշնակիցը հաղթել է Ռուսաստանի դաշնակցին։ Առանձին պատմություն է, թե դաշնակիցներից յուրաքանչյուրը ինչ է արել այդ հաղթանակի կամ պարտության համար, դա լրիվ առանձին պատմություն է, բայց իրողությունները դրանով չեն կարող չփոխվել։ Հետևաբար Թուրքիան բնականաբար իրեն համարում է շատ կարևոր դերակատար տարածաշրջանում։ Փաշինյանը դրան տաքացնում է այդ մոտեցումները։ Հիշենք, որ փաստացի մի պերիոդ եղավ հայ-ադրբեջանական հարաբերություններում, որ Թուրքիան էր միջնորդ։ Փաստացի Թուրքիան էր միջնորդ։ Եվ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Թուրքիան անցնում է ՆԱՏՕ-ի անդամ, հավաքական արևմուտք տերմինը ինքը քաղաքագիտական տեսանկյունից սխալ տերմին է, բայց ամեն դեպքում լավ է փոխանցում էությունը։ Հավաքական արևմուտքի տեսանկյունից տարածաշրջանում հեգեմոն դիրքը կամ ազդեցություն ունենալը Թուրքիայի կողմից շատ ավելի ընդունելի է, քան որևէ այլ երկրի տարածաշրջանում, քան Ռուսաստանի հեգեմոն դիրքը, քան ենթադրենք Պարսկաստանի, Իրանի հեգեմոն դիրքը։ Այնպես որ այստեղ կան շատ նախադրյալներ։ Կոնկրետ Թուրքիայի հետաքրքրվածությունը ապաշրջափակման մեջ իմ կարծիքով չնչին է, որովհետև եկեք անկեղծ լինենք, տնտեսական պոտենցիալ այս տրամաբանության մեջ ապաշրջափակումը համաշխարհային տեսանկյունից ունենալ չի կարող։
այն 100%-ով քաղաքական դրդապատճառներ ունեցող գործընթաց է, որովհետև դրան զուգահեռ ուղիները բեռնված են 30-40%-ով, այսինքն, հա, ինչ որ բան չկա, վերլուծություններ էլ կան այդ ուղղությամբ հարված։ Երկրորդ հարցը, որ Հայաստանի համար դա շատ կարևոր գործընթաց, հա, ապաշրջափակմանը դեմ լինել հնարավոր չի, ինչպես է խաղաղությանը դեմ լինել հնարավոր չի, դեմարկացիային դելիմիտացիային դեմ լինել հնարավոր չի, բայց այստեղ գալիս է հաջորդ հարցը, թե ինչ գնով եւ ինչ պայմաններով։ Դուք քիչ առաջ նշեցիք, որ ոչ վաղ անցյալում Թուրքիան միջնորդ էր հայ-ադրբեջանական բանակցությունների։ Այո, ուզում եմ ուղիղ մեջբերում անել ձեր վերջին հարցազրույցներից մեկից, երբ կոնֆլիկտի երկու կողմերը սկսում են իրար հետ հարաբերվել, խոսքը ուղիղ հարաբերվելու մասին է, դրանից շատ հազվադեպ դեպքերում է դրական արդյունք լինում։ Իհարկե, այստեղ խոսքը կոնտեքստից կտրված է, բայց ամեն դեպքում ընդհանրական պատկերացում կկազմի նաև ունկնդիրը, ինչի մասին է խոսքը։ Հիմա մենք կարող ենք փաստել, որ վերադառնալով օգոստոսյան դեպքերին, որ Միացյալ Նահանգները բացի խորհրդանշական խաղաղության աղավնու դերը ստանձնելուց, ինչ որ առարկայական կարևորություն է տվել, բերել կամ բերելու այս բանակցությունների ընթացքին, բացի այդ Վաշինգտոնյան շքեղ հանդիպումից, լուսանկարներից եւ պատկերավոր հոլովակներից։ Եկեք ամեն դեպքում ես մի փոքր ավելի բացեմ այդ նախորդ միտքը, որը ասեցի։ Գիտեք, շատ են սիրում ԿՊ-ականները շահարկել նախագահ Սարգսյանի, այն ժամանակ վարչապետի տեխնացու Սերժ Սարգսյանի հայտարարությունը ազգային ժողովում Կարեն Բեկարյանի հարցին պատասխանելով, որ բանակցային գործընթացը դրական ոչ մի բան չի ներշնչում եւ այլն եւ այլն։ Հիմա ինչի համար եմ ես այդ ասել։ Մենք երբեք չենք բանակցել ուղիղ Ադրբեջանի հետ, որովհետեւ դա աբսուրդ է։ Դրանից ոչ մի լավ բան դուրս գալ չի կարող։ Ես միշտ այս օրինակն եմ բերում։ Նույնիսկ բանկ վարկառու հարաբերությունների մեջ երբ բանկը ակնհայտորեն ավելի հզոր է, ունի ռեսուրսներ եւ այլն, երբ որ վարկառուի գրավը պիտի վերցնեն իրանից, գալիս է միջնորդ, որը կամ հարկադիր ծառայությունն է, կամ հաշտարարի ինստիտուտը, կամ եւ այլն, այսինքն երբեք ուղիղ կոնֆլիկտի կողմերը իրար հետ որևէ արդյունավետ բանի չեն հասի։ Ավելին ասեմ, միջազգային պատմության մեջ էլ տենց օրինակներ չկան։ Դե կարող եք Չեխոսլովակիան բերել, բայց դա մի քիչ ուրիշ պատմություն է, էլի պետությունը 2.5-ի բաժանվեց, էլի դա նույնը չի հաստատ։ Հիմա կետ համար 1 մեզ անհրաժեշտ էր միջնորդ։ Այդ միջնորդը հույս ունեն բոլորը հասկանում են, որ չպիտի լինի Թուրքիան։ Հիմա անցնենք ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն միջնորդական առաքելություն չի ստանձնել։ Ինքը ընդհանրապես եղել է վկա այդ փաստաթղթին։ Ինչի եմ ես կարևորում սա, որովհետև եթե հանկարծ ինչ-որ բան տեղի ունեցավ, ԱՄՆ-ն որևէ փաստաթղթային պարտավորություն չունի երաշխավորելու այդ փաստաթղթերում նշված կետերը։ Դուք ինձ կարող եք ասել նախագահ Թրամփի քաղաքական կշիռ, Նոբելյան մրցանակ, պրեստիժի հարց եւ այլն։ Okay, հարց չկա, բայց ես իմ երկրի ապագան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի Նոբելյան մրցանակ ունենալ չունենալու ամբիցիայի հետ կապելու պլաններ չունեմ։ Խորին հարգանքով նախագահ Թրամփի նկատմամբ։ Դե նա Նոբելյան մրցանակ չստացավ, խաղաղության ճարտարապետ մրցանակը, բայց դա էլ է երկրորդական։ Բայց լավ, փոխարենը մենք ինչ ստացանք։ Trip-ը կամ կստանանք եւ այդ նախաստորագրված պայմանագիրը։ Բայց եկեք մի հատ էլ կետանդին գրանք էլի, իսկ ինչ տվեցինք։ Որովհետեւ մենք ստացել ենք հեղեղուկ ձևակերպումներ։ Մենք ոչ մեկս չգիտենք Trip-ը ինչ է։ Դու չգիտեք։ Որովհետև ուղիղ ոչ մի անգամ, ոչ Փաշինյանը, ոչ իր հրաշքներից որևէ մեկը մինչ օրս չեն պատասխանել, որ իդենտիկ նույն կերպ են Ադրբեջանի քաղաքացիները եւ ադրբեջանական բեռները անցնելու Հայաստանի Հանրապետության տարածքով, ինչպես հայկական բեռները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանի տարածքով։ Բացատրեմ ինչի եմ այսպես ասում, որովհետև իրանք ուղիղ տեքստով չեն ասում, սկսում են այդ մեջ բերել անդադար 4-5 կետերը եւ այլն, բայց այստեղ կա մի շատ կարևոր մանիպուլյացիա, որը տենց Փաշինյանից հեչ հեռու չի։ Ես կանխատեսում եմ, որ այն քանակությամբ տարի հետո, եթե ինքը մնա իշխանության եւ ամեն ինչ մնա այնպես ինչպես կա, ինքը բացելու է Սյունիքով ադրբեջանցիների համար անցումը բեռների եւ քաղաքացիների, այնտեղ դրվելու է ինչ որ էլեկտրոնային համակարգ,
Ենթադրաբար այդ նույն համակարգը դրվելու է մեր մյուս բոլոր սահմանային կետերին։ Այսինքն կատարվելու է Ալիևի պահանջը, որ ադրբեջանցին պիտի հայ չտեսնի այդ ճանապարհով անցնելուց, բայց երբ որ հայերը ուզենան անցնել Ադրբեջանի տարածքով, Փաշինյանը լուրջ դեմքով եթերը մտնելու ասել է, դե հետամնաց երկիր է Ադրբեջանը, իրանց մոտ հոմեր պես չի, որ տենց էլեկտրոնային համակարգ լինի, երբ որ իրանց մոտ էլ էլեկտրոնային լինի, իրանց մոտ էլ չենք առնչվի ադրբեջանցիների հետ, բայց այդ ընթացքում ավտոմատավոր ադրբեջանցի սահմանապահներ են հսկելու, եթե երկինչը մեկը հանդգնի գնալ այդ ճանապարհով, սա մեկ։ Երկրորդ, այդ փոխադարձության սկզբունքը ինքը շատ սիրուն է հնչում, բայց էության մեջ շատ նեխած գաղափար է։ Մենք ես եւ դուք կարող ենք իրար հետ պայմանավորվել, որ փոխադարձաբար առաջիկա 2 շաբաթը առհասարակ եթերներ չենք գնում։ Առհասարակ։ Բայց իմ աշխատավարձը եթեր գնալուց կախված չի, իսկ ձերը կախված է։ Կամ մենք կարող ենք պայմանավորվել, որ մինչև այս տարվա վերջ ազգային ժողովի ամբիոնից ելույթ չենք ունենում։ Փոխադարձաբար երկուսս էլ հավասար։ Բայց դուք ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն չունեք, իսկ դա իմ աշխատանքն է։ Այնպես որ փոխադարձությունը շատ հեղեղուկ հասկացություն է ու հենց դրա վրա են խաղալու։ Մի օրինակ էլ կարող եմ բերել։ Ազգային ժողովում Փաշինյանին ուղիղ հարց տվեց իմ ընդդիմադիր գործընկերներից մեկը, արդյոք թրիփով սպառազինություն, զենք, զինամթերք կարողանալու են ադրբեջանցիները անցկացնել հիմնական տարածքից դեպի Նախիջևան։ Փաշինյանի պատասխանը հետևյալն էր. եթե մենք կարողանանք Ադրբեջանի տարածքով Երևանից Մեղրի սպառազինություն անցկացնել, հիշեցնեմ, այդպես ճանապարհը կարճանում է 100 կիլոմետրով։ Այսինքն, եթե ոչ թե Հայաստանի Հանրապետության տարածքով գնաս Սյունիք, այլ ուղիղ իջնես, անցնելով Ադրբեջանի տարածքով 100 կիլոմետր կարճանում։ Հիմա իր պատասխանը հետևյալն էր. եթե մենք կարողանանք այդպես սպառազինություն տանել Մեղրի, նույն ձև էլ իրանք կարողանան Նախիջևան տանել, բայց էլի սա նույնը չի հասկանում եք։ Եթե մենք այդ դա չտայինք, ապա մնում էր միայն օդայինը կամ Իրանի միջոցով սպառազինություն հասնելը, որը Իրանը միշտ չի որ թույլ է տալիս, իսկ հիմնականում թույլ չի տալի։ Իսկ մենք կարող ենք այսպես թե այնպես գնալ։ Այս սա է այն տրյուկը, այն մանիպուլյացիան, որը Փաշինյանը անում է, ինքան դեռ խոսում է փոխադարձության մասին, բայց մենք չգիտենք թե ինչ ենք ստանում, բայց աջել։ Եվ այստեղ ամենաառանցքային արտահայտությունը, որը թևածում է, խաղաղությունը այստեղ է եւ հիմա։ Պարոն Մամիջանյան, որպես ընդդիմադիր գործիչ, ինչպես է գնահատում այդ Վաշինգտոնի պայմանագրից առաջ եւ հետո մենք ոչ մի առարկայական հաղթանակ չունենք։ Կյանքը նույնն է։ Կյանքը նույնն է, նախ փաստացի փոփոխություններից հետո տեղի չի ունեցել մեծ հաշվով։ Երկրորդը մենք որովհետև ձեր իշխանական գործընկերները հակառակն են պնդում, կյանքը փոխվել է, խաղաղությունը եկել է այստեղ է եւ հիմա։ Նախ ես իրանց բաները, ես չգիտեմ ինչ միջոցներ են իրանք օգտագործում, որ իրանց համար կյանքը միշտ այդքան գունավոր է ու հրաշալի, այդ առանձին պատմություն է։ Երկրորդը հասկանում եք Ադրբեջանի մասին ենք մենք խոսում։ Այդ երկիրը սանձել հայտարարությունների միջոցով հնարավոր չի։ Փաստացի անվտանգության երաշխիք կամ խաղաղության երաշխիք իմ համար ընդունելի չի WhatsApp-ի համար։ Նորից խորին հարգանքով նախագահ Թրամփի նկատմամբ, խորին հարգանքով։ Բայց այն փաստը, որ այն մյուս տղան, ինչպես իրան անվանում է Փաշինյանը, նախագահ Թրամփը ունի իր համարը, իմ համար երաշխիք չի։ Ուստի մնայուն երաշխիքների տեսանկյունից ոչ մի տեղի չի ունեցել։ Նաև անդրադառնանք իր խոստումներին, ինքը ասում էր ես կլուծարեմ Յակոմինսկի խումբը պայմանագրի ստորագրումից հետո։ Մի կողմ դնենք, որ ես առհասարակ սխալ եմ համարում լուծարումը, թե կարող եմ երկար բացատրել, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց փաստացի դա ինչ որ փոքր բան էր իրանց ներկայացնելով, փոքր իրականում շատ կարևոր, որը Ադրբեջանը անդադար Հայաստանից պահանջում էր։ Այսինքն bargaining chip են ասում անգլերեն, այսինքն բանակցային մի կետ, որը քեզանից է կախված։ Այդպիսիք ցավոք սրտի շատ չեն Հայաստանի բանակայում։ Ինչի համար դու դա տվեցիր ոչ մի բանի դիմաց, նախաստորագրման դիմաց։ Ադրբեջանական մամուլում եւ ադրբեջանական իշխանական գործընկերների հետ սա երբևէ քննարկել եք։ Դե կա չեն լսում ազգային ժողովի ելույթները։ Դե ինչ դիալոգ, շատ դժվար է ինչ-որ մեկ ինչ-որ բան բացատրել, երբ որ ինքը փող աստանում քեզ չհասկանալու համար։ Բայց նրանք էլ ձեզ մեղադրում են երկխոսության չգնալու մեջ։ Ինչ երկխոս եմ իրենց հետ։ Այսինքն իրենք չէին գիտակցում, եթե կա իշխանության մեջ գոնե մի էակ,
ով որ այս ամենը առանց գիտակցելու է արել, թող գա իմ մոտ, ես օրեր կտրամադրեմ հատ ապացուցելու համար իրեն այս ամենը ու հետո ինքը կգա կստորագրի իմպիչմենտի փաստաթուղթը, բայց դա բանի տեսանք, բանից է, չէ, աբսուրդի ժանրից է, իրենք շատ լավ գիտակցում են ինչ են անում, դիալոգ կարող է լինել մի մարդու հետ, ով որ չկողմնորոշված է, ուզում է հասկանա իրողությունը, եթե ինքը փող է ստանում խափելու համար, կարդալ չգիտի, չի տեսել, որ իրանց կառավարության ծրագրում գրած է Շուշի հադրութ դեօկուպացնելու ենք, իսկ հիմա Շուշին ու հադրութը Ադրբեջանի ձեռքում են։ Ես իրանց հետ ինչ դիալոգ անեմ, Այբենարանը սովորացնեմ, որ կարդալ կարողանան դա։ Այնպես որ այդ մի քիչ բան է, հասկանում եք, ես նախավերջին քարոզիայի ժամանակ 10 րոպեանոց ելույթ եմ ունենում իրենց իշխանության ընթացքում, իրենց արտաքին քաղաքականության ձախողումների վերաբերյալ, դրան ի պատասխան Ալեն Սիմոնյանը վերականում եւ իմ նմանակումն է անում Աժամբյոնից։ Բովանդակային դիալոգ ում հետ ունենամ, ինչի շուրջ ունենամ։ Իրանք ասեն Կտրիչ Ներսիսյան, ես իրանց բացատրեմ, որ Հայ Քրիստոնյան իրավունք չունի այդպես ասել։ Ինչի վերաբերյալ դիալոգ ունենամ իրանց հետ։ Գանք լեգիտիմությանը, շատ օվկիանոսից այն կողմ մնացինք։ Նիկոլ Փաշինյանը իր համացանցային հարթակներից մեկում տեղադրեց տեսանյութ, որտեղ էլի հղում էր անում Ադրբեջանի ռետորաբանությանը, Գյոյչային եւ այս հայտնի արտահայտություններին եւ ասում, որ շատերի մոտ, եթե ոչ բոլորի մոտ հարց է առաջանում, ինչպես է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում դիմակայել գալիք անվտանգային մարտահրավերներին, եթե Ադրբեջանի խոսույթը մեղմ ասած չի բխում խաղաղության օրակարգից։ Հարցին տվեց կարճ պատասխան մեկ բառ՝ լեգիտիմությամբ։ Տեսեք, այս ձեր հարցը լավ օրինակ է, թե ինչպես ես պիտի անեի, ինչպես չեմ անելու մեր քաղաքացիների հետ շփման ժամանակ։ Այն նախադասությունը, որ ես հիմա կասեմ, դասական քաղաքական տեսանկյունից շատ մեծ սխալ է, որովհետև քաղաքացիները դա չեն ուզում լսել։ Բայց ես այդ նախադասությունը ամեն դեպքում կասեմ, որովհետև հարգում եմ իրենց եւ համարում եմ, որ ճշմարտություն պիտի լսեն։ Լեգիտիմությունը մի խնդրեմ ունի, ինքը չի կրակում։ Ու երբ որ անհրաժեշտ է պաշտպանել հայրենիքը, ինքը այդքան էլ օգտավետ չի։ Լեգիտիմությունը բացարձակ անվտանգային կատեգորիա չի, միջազգային ընդունված սահմաններ, միջպետական պայմանագրեր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախ մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած, պարզադուր խոսքը գնում է վերջին շրջանի մասին, տեղի ունեցած ճնշող մեծամասնության դեպքում ռազմական կոնֆլիկտների առկա են եղել միջազգայինորեն ճանաչված կոնֆլիկտներ։ Այս պահին ընթացող ամենամեծ ռազմական կոնֆլիկտի պարագայում հայ-ուկրաինական, աստված մի արասցե, ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում ոչ միայն կա միջազգայինորեն ճանաչված սահմաններ, այլև մի երկիրը մյուսի գարանտն է, մյուսի երաշխավորն է եղել միջազգային պայմանագրերից մեկով։ Սա առաջին եզրույթ, այդ մեկ։ Երկրորդ, ես դեմոկրատ եմ, ինձ չեն ծեծի պրինցիպը, տեսանք ինչի բերեց։ Մինչ այդ Փաշինյանի այդ մեծամտությունը ու մեծախոսությունը մինչև 20 թվականի պատերազմ պայմանավորված էր նաև դրանով։ Ոնց թե ես ժողովրդավարության բաստիոնն եմ, սենց բան եմ արել, սենց բան եմ արել, աշխարհում ոչ մեկ թույլ չի տա, որպեսզի իմ նկատմամբ ագրեսիա տեղի ունեցա։ Թույլ տվեցին։ Լեգիտիմությունը շատ լավ բան է, ժողովրդավարությունն էլ է շատ լավ բան, բայց դրանցից յուրաքանչյուրը իրենց կիրառելիությունը, իրենց նշանակությունը ունեն։ Շոշափելի երաշխիքը ո՞րն է։ Շոշափելի երաշխիքը առաջինը միշտ եղել է, կա եւ կլինի հայոց բանակը։ Այս էլ լավ բան չեմ ասում։ Որովհետեւ եթե ես մտածեի վայնենց անեմ, որ ընտրողներին կամ քաղաքացիներին դուր գամ, ես պետք է ասեմ, չէ, ոնց թե 1.5 էլ չէ, 1 տարի է դեռ։ Իսկ գուցե այդպես անեք ու իմպիչմենտը ստացվի։ Չէ, ես չեմ կարող խաբել։ Աշխարհում չկա դեպք եւ պոպուլիստին հաղթում են ավելի մեծ պոպուլիստները։ Նախ որովհետև Փաշինյանից ավելի շատ սուտ ասել ֆիզիկապես հնարավոր չի։ Երկրորդը աշխարհում ամենուրեք պոպուլիստներին փոխարինում են կամ սոցիալիստները կամ պահպանողականները։ Հասկանում եք, ես չեմ կարող Փաշինյանի պես ասել Ժորժ ջան, ես բանակը սարքելու եմ 1.5 տարի, բայց մյուս ձեռքով հավաքները վարժական շատացնեմ։ Այսինքն փաստացի ես հասկանում եմ, որ բայց այստեղ ես պիտի ընդհատեմ ու էլի մեջբերում անեմ ձեր վերջին հարցազրույցից, երբ ասում եք, որ
ժողովրդին պետք չէ մեղադրել խաբվելու մեջ, որովհետև ժողովուրդը չի խաբվում, խաբողն է մեղավոր։ Երբեմն ես ասեմ ժողովուրդը չի խաբվում, ես ասեմ ժողովուրդը չի սխալվում։ Իհարկե դա լավ որ ոչ մեկ չնեղանային վերավերցնեմ։ Իհարկե դա իմ մեղքն է, որ Փաշինյանը կարողանում է խաբել։ Իպա ոնց եք դες պատկերացնում, ես իմանա ստեի ձեր առաջ ու ասեի, գիտեք ինչ, ես չեմ կարողանում ճշմարտությունը հասցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, չի ստացվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ իշխանապողություն իրականացնել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարեք, Բելգիայի բնակչությունը բերեք, տեսեք ինչ եմ անում, չէ՞։ Դու պետք է հարմարվես եւ աշխատես այնպես, որպեսզի կարողանաս ճշմարտությունը հասցնես մեր քաղաքացիներին։ Հիմա եւս մեկ ճշմարտություն, սիրելի քաղաքացիներ, երբ որ ինքը ասում է, որ ինքը բանակը սարքում է 1.5 տարի, պարզա որ յուրաքանչյուր մայր սրտի մի անկյունում կապ չունի թե ինչքան հայրենասեր է ինքը։ Ուրախանում է, որ իր զավակը կես տարի քիչ տնից հեռու կանցկացնի։ Բայց այդ նույն մայրիկին ես պիտի բացատրեմ, համոզեմ, հասկացնեմ, որ դրա փոխարեն իր ամուսինը ավելի շատ կամ ավակ որդին ավելի շատ է գնալու վարժական հավաքի, որովհետև Փաշինյանը մարդականակի խնդիր ունի, ու այդ խնդիրը ինքը լուծելու է այդ հաշվին։ Դրա համար չէ, ես չեմ պատրաստում խաբել մեր քաղաքացիներին։ Առաջին երաշխիքը խաղաղության դա բանակ, մարտունակ բանակն է։ Երկրորդ երաշխիքը միջազգային կապերն են։ Հեքիաթները, որ տնտեսական, կոմունիկացիոն կապերը հարցերը լուծում են, ելի նույն օրինակով ջարդվում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի տնտեսական կապերի մակարդակը բոլորն են, չէ՞ հասկանում։ Էլ չեմ ասում, որ ռուսական նավթն ու գազը Ուկրաինայի միջոցով է գնում մեր կամ գնում է Եվրոպա։ Դրանից ավելի մեծ խաղաղության երաշխիք կարող էր լինել, բայց մենք ունենք այն ինչ ունենք։ Հետևաբար Փաշինյանը խաբում է, դրանք երաշխիքներ չեն։ Իսկ դուք ինձ տրամաբանորեն կհարցնեք, բա ինչ անել օրինակ Վաշինգտոնյան թղթի հետ։ Իսկ ինչի օրինակ Վաշինգտոնյան թղթում չէր կարող լինել 3 երաշխավոր։ Օրինակ Մինսկի խումբի համանախագահ երկրները։ Հեքիաթներ պետք չի ինձ պատմել, որ իրանք իրար հետ չեն խոսում եւ այլն, իրանք իրար հետ հանդիպում են։ Եթե չեմ սխալվում 2023 թվականին վերջի անգամ հանդիպել են ԱՄՆ եւ Ռուսաստանի ներկայացուցիչները Վրաստանի հետ կապված նման օրինակ մի ֆորմատի համատեքստում, այնպես որ ցանկության հարց։ Այդ դեպքում ինչու Մինսկի խմբի անդամները այդպես հեզությամբ ու հանգիստ այդ լուծարմանը վերաբերվեցին։ Եթե ես հիմա հարցակվեմ ձեր օպերատորի վրա եւ իրանից խլեմ իր բջջային հեռախոսը, ու ինքը դրա հետ կապված ոչինչ չանի, կա հավանականություն, որ դուք կպաշտպանեք իրեն։ Ինքը ոչինչ չանի, ինքը հանգիստ նորմալ փոխանցի այդ հեռախոսը ինձ ու նայի ես ոնց եմ հեռանում գնամ հետ իմ կաբինետ։ Չեմ կարծում։ Դե այլ ինչ եք ուզում ինչ մեկից։ Ես միշտ հիացել եմ այդ ունակությամբ բողոքել Ֆրանսիայի նախագահից, ԱՄՆ նախագահից, Ռուսաստանի նախագահից, ախր այդ մարդիկ մեզ հաշվետու չեն։ Մեզ հաշվետու է Փաշինյանը։ Շատ դեպքերում ինչու ենք միջազգային հանրության ու գերտերությունների վրա հույս դնում։ Բայց ով ասաց որ հույս ենք դնում, մենք ընդհանրապես ճիշտ արտաքին քաղաքականություն պիտի կառուցենք։ Պիտի հասկանանք, թե որոնք են յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր կառույցի, ոչ միայն երկիր, հետաքրքրությունները այս կամ այն տարածաշրջանում, այս կամ այն կոնֆիգուրացիայի մեջ, եւ փորձենք մեր հետաքրքրությունները տեղավորել այդ համատեքստում։ Այդ ոնց է անունը դրել բալանսավորման եւ բալանսավորող եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը իմ մոտ շատ մեծ նմանություն է առաջացնում մի կետի հետ, որը երևի մեր քաղաքացիներից շատերը մոռացել են։ Նախագահ Թրամփի առաջին նախագահության տարիներին հարձակում եղավ իրանական ռազմաբազայի վրա, երբ որտեղ զոհվեց իրանական շատ բարձրաստիճան մի սպա, որը ոչ միայն իր դիրքով, այլ նաև իր կշռով ազդեցությամբ շատ մեծ կարևորություն ուներ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի մեջ, Սուլեյմանի հետ չեմ սխալվում։ Եվ այդ ժամանակ այդ օրը գիտեք ոնց որ թե Փաշինյանը արագած էր բարձացել ու արագածի գագաթից կոչ էր անում, որ ինքը պատրաստ է միջնորդ լինել պաշտոնական Թեհրանի եւ պաշտոնական Վաշինգտոնի միջեւ։ Հիմա այդ բալանսավորողը իմ մոտ նույն ծիծաղն է առաջացնում, ինքը ինչն է բալանսավորելու, ամերիկա-չինական տնտեսական պատերազմներում է բալանսավորելու, ինչն է բալանսավորելու, իր արտաքին քաղաքականությունը ամբողջական
աղետ է, հասկանում եք, ինքը բանակցային գործընթաց բերեց Ալմատայի փաստաթուղթը, որը մինչև այդ չի եղել բանակցային թուղթ։ Երբեք մի անգամ Ադրբեջանը փորձել է բերի 4 պատասխան ստացել համանախագահներից, այդ հարցը փախվել է։ Ու ինքը դրոշի պես վերցրել է այդ Ալմատան։ Հիմա ես 2 հարց եմ տալիս։ Հարց նոմեր 1. Լսի այ ալմատիստ։ Եթե դա այդքան լավ ու կարևոր փաստաթուղթ է, ապա ինչի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև կոնֆլիկտը այդ փաստաթղթով չի կարգավորվում։ Կարող է այդքան էլ լավ փաստաթուղթ չի, այդ 1։ Եվ երկրորդ, լավ ենթադրենք վերցրել ես Ալմատան, որը ճակատագրական քաղաքական սխալ է։ Բայց ինչի սահմանների ճշտման, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում չես վերցնում դրան ամենամոտ արված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի, այն ժամանակ խորհրդային միջև 89-ից մինչև 91-ը գնաց։ Իրավական հիմքով նախարարների խորհրդի ստորագրությամբ եւ այլն եւ այլն։ Ինչ ես գնում 70-ականների քարտեզ։ Ինչի՞ չես ֆիքսում մի հատ քարտեզ, որ դնենք այդ քարտեզը, նայենք, ասենք լավ, սպասի։ Ինքը պայմանավորում է, որ ստեղ կորցնում ենք, ստեղ շահում ենք, եթե շահելու կետ կա։ Ինչի՞ ես հարմաձայնվել Ադրբեջանի հետ, որ յուրաքանչյուր հատվածի համար առանձին քարտեզը ընտրվելու, ես սահմանագծման դեկլարացիայի մասն եմ խոսում։ Ինչի՞ ես համաձայնվել, որ հենց որ սահմանազատման որևէ հատվածը սահմանազատումը ավարտում են, դա արդեն վերջնական անկախ վերջնական արդյունքից։ Եվ եթե Հայաստանը այդքան շատ բաներ շահում, այսպես կոչված խաղաղության պայմանագրից, այդ ո՞վ է տեսել գերիներով խաղաղություն։ Այդ ո՞վ է տեսել խաղաղություն, երբ մեր երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետրը գտնվում է օկուպացիայի տակ։ Բայց Ցորենը եկավ, չէ՞, պարոն։ Այ հիմա Ցորենի մասին։ Մենք հիմա չենք քննարկելու, որ Ցորենի մասնագետ, բայց սա մի քիչ բորբոքել է ռուսներին, բողոքի ալիք է բարձրացրել ժողովրդի մոտ, բայց նաև փաստ է դարձել, որտեղ այս կանտոնը Ցորեն է հասել Հայաստան թշնամի համարված երկրի տարածքով։ Կետառ-կետ գնանք։ Նախ այդ Ցորենի որակի դիսկուրսը Փաշինյանն են մեղավոր, որ սկսեց։ Իրանք էին դա ներկայացնում որպես բան պատմության մեջ կարևորագույն եւ այլն եւ այլն։ Բուն փաստը, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է պարենի տեղափոխման ուղիները, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Բացարձակ ոչ մի վատ բան չկա։ Իհարկե դա պետք է ինչպես եւ ցանկացած Հայաստան մտնող ստրատեգիական պարեն ստուգվի, բայց այդտեղ ոչ շատ վատ բան կա, ոչ էլ շատ լավ ինչ որ արտարոց բան կա։ Եթե իրանք դա չուռացնեին սարքեին եսի, ինչ գլխներին էս հարվածը 4-րդ տեսակի, 4-րդ կարգի, որ ասում Ցորենից լավ չեմ հասկանում, Ցորենի հետ կապված չէին ուտի, էս առաջինը։ Երկրորդ, ցանկացած միջազգային գործարքի պարագայում իմ միակ հարցն է, իսկ դրա փոխարեն ինչ ես տվել։ Այսինքն ես տեսնում եմ դու ինչ ես ստացել։ Դու ստացել ես ժամանակավոր, ոչ ինստիտուցիոնալ, ժամանակավոր արգելքի հանում Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ տեղափոխելու համար։ Հա, ընդ որում այդ արգելքը ոնց հանվել է, այդպես էլ կարող է ընդունվի։ Սա ինչ է ստացել նա։ Հիմա ես հարցնում եմ, իսկ դու դրա դիմաց ինչ ես տվել։ Հավելյալ բան ես տվել, թե նախորդ քննարկումների արդյունքն է։ Եթե նույնիսկ դա նախորդ քննարկումների արդյունքն է, մեկը լավ ոչ մի բան չկա, որտեղ դու նախորդից էլ բան չէիր ստացել։ Որտեղ դու նախորդի պարագայում մանրամասն նկարագրած կետ-առ-կետ մինչև նրանով թե ինչ գույնի ֆորմա է հագնելու սահմանապահը քննարկում ունես թրիփի պարագայում, ընդ որում ասում եմ համաձայնվել ենք, բայց դեռ չենք քննարկել։ Այդ вообще մարազմ է։ Իսկ այս կողմից ոչ գերիների հարց ես լուծել, ոչ օկուպացված տարածքներից դուրս բերման հարց ես լուծել։ Գերիների հարցը ամենօրյա ռեժիմով քննարկման փուլում է։ Հոգուտը։ Դա տևական process է պարոն։ Գիտեմ, մի քանի տարի է անցել, ահագին տևական է անցել։ Շատ լավ է որ տևական process է։ Բայց երբ որ այդ հրաշքները մեզ պատտվում ու ասում են, եթե այդքան լավն էին ձեր լուծումները Ղարաբաղյան հակամարտության, բալուծեիք։ Բայց ժամանակի չեն ասում, որ դա տևական process է։ Կամ դա էլ էլի, ես թեմայից շեղվեցի, պես պարտավոր եմ սա ասել։ Այս վերջերս ԿՊ-ականների նոր տարբերակ են քթե պատասխանելու, երբ որ իրանց հատ-առ-հատ սկսում ես թվարկել, օրինակ Կազանյանի առավելությունները, կամ ասում ես 19 թվականին առաջարկը ինչպես կարելի էր աշխատել, իրանք ասում են դե այդքան լավն էր լուծեիք։ Լսի, ստատուս կվոն պահպանված էր,
Արցախում հայեր էին ապրում էին անվտանգ, ունեին պետական ինստիտուտներ։ Մենք էլ գնում էինք Ղազանչեցուցմամբ էինք վառում, այնտեղ զբոսնում էինք Արցախում, հպարտանում էինք մեր Արցախով ու վերադառնում էինք, չէ՞։ Իսկ ով ասեց, որ դրա պահպանումը, այդ կարգավիճակի պահպանումը ավելի վատ է, քան թե ընդունել են առաջարկը, որը արվեց։ Այսինքն ինչ առաջարկ անեին, պետք է ընդունեին նախորդ բանակցողները, այնքանավոր լուծելու համար, տենց Փաշինյանն է անում։ Այնպես որ այն փաստը, որ հայ ժողովրդի զրկանքների արյան գնով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին պատերազմը ավարտվել էր հաղթանակով, ապրիլյան պատերազմը ավարտվել էր հաղթանակով եւ ստատուս կվոն մենք կարողանում էինք պահպանել, արդեն իսկ ինքն իրանով մեծ ձեռքբերում է եւ այդ ամբողջի համատեքստում բանակցային սկզբունքները հստակ դրված էին 3 սկզբունքները, որոնցից աճ կամ ձախ շեղումներ լինել չէր կարող։ Իսկ այդ սկզբունքները ենթադրում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շահերը։ Պարոն Մամջանյան, մեր զրույցի սկզբից արձանագրեցի, որ պարբերաբար ասում եք, ինչ ենք մենք փոխարենը տալու։ Բանակցությունների մասին է խոսքը։ Իսկ ինչ ենք մենք տալու Եվրամիությանը վիզաների ազատականացման, լավ, ասենք գործողությունների պլանի փոխարեն։ Այս պահին այդ փուլում ենք։ Այդտեղ պետք է մի քիչ ավելի լայն գնանք։ Վիզաների ազատականացման կետը Եվ հավելյալ հարց ներեցեք, մենք ի վերջո Միացյալ Նահանգների կողմն ենք նայում, Եվրոպայի հետ ենք մտերիմ, ռուսներն են մեր ռազմավարական գործընկերները, թե երկար լինելու պատասխանը, լավ։ Վիզաների ազատականացման մասով այդ կետը նշված է Հանրապետական իշխանության տարիներին ստորագրված ՍԵՊԱ համաձայնագրի մեջ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ։ Այդ նույն համաձայնագրում նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված կետ կա կարեւորագույն, որը վավերացվել է բոլոր երկրների ԵՄ անդամ ժամանակ 28 երկրների պարլամենտների կողմից։ Բայց կոնկրետ վիզաների ազատականացման մասով ԵՄ պաշտոնյաների խոսույթը անփոփոխ էր մինչև 2024 թվականի սկիզբը։ Այսինքն եթե դուք վերցնեք միջինից բարձր եվրոպական պաշտոնյայի ասածը Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասով 2023 թվականին եւ 2017 բառերը տեղերով փոխած նույն նախադասությունը։ Լրիվ լուրջ։ Մենք պատրաստ ենք։ Հիմա մի քայլ առաջ են գնացել։ Ինչա, այսինքն որևէ նոր բան այդտեղ չկա, դա ՍԵՊԱ-ի ստորագրման հաջորդ կետն է։ Մենք դա այն ժամանակ դրել էինք։ 1. Երկրորդ, այդ ՍԵՊԱ-ն եթե նորմալ իրականացնեն, ընդ լիքը լավ բաներ կա։ Այս պայդրությամբ այս պահին ինչ որ պիտի անեին դրա 40%-ն է, չեմ սխալվում իրականացված։ Խոսքով շատ ավելի քիչ է կամ պիտի արվեր։ Չէ, տոկոսը սխալ ասացի, այդպես էլ ինձ հստակ տոկոս չեն տալիս, ավելի լավ է չխաբեմ, շատ փոքր հատվածն արած։ Հաջորդ կետը առհասարակ Հայաստան ԵՄ, Հայաստան Ամերիկա եւ Հայաստան Ռուսաստան, Հայաստան Իրան հարաբերությունների մասին։ Դու շատ հստակ պիտի կարողանաս կանխատեսելի լինել քո միջազգային գործընկերների համար։ Միջազգային հարաբերություններում կանխատեսելիությունը վատ բան չի։ Այսինքն մարդիկ պիտի իմանան քեզանից ինչ սպասել։ Քո դաշնակիցը պիտի իմանա, որ դու քեզ դաշնակցի պես ես պահել։ Քո գործընկերը պիտի իմանա, որ դու քեզ գործընկերոջ պես ես պահել։ Ու այս ձևակերպումները շատ հստակ են։ Առհասարակ խոսելով Հայաստանի եւ հարաբերությունների մասին։ Հիշեցնեմ, որ ես իմ այսպես լեզուն շատ երկար է այդ թեմայով խոսելու ընթացքում, որովհետեւ ես Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ, մենք ստորագրել ենք ՍԵՊԱ-ն, ուստի ոչ մեկ մեզ չի կարող մեղադրել ԵՄ-ի հետ վատ հարաբերություններ կերտելու հետ կապված։ Այն կենացը, որ իրանք ընդունեցին ազգային ժողովում, որ իրանք անվանում են ԵՄ անդամակցության օրենք, այդ նույն հաջողությամբ իրանք կարող էին ընդունել, որ օրենք, որ իրանք դառնում են մեծ 8-նյակի կամ 7-նյակի անդամ։ Լրիվ նույն լոգիկայով։ Ավելին ասեմ, արձագանքը, որը եղավ ԵՄ-ից, իր մակարդակով, իր քաղաքական կշռով շատ ցածր էր։ Եվրոպական խորհրդարանը ունի մի այդպիսի հանձնաժողով, AFET-ը կոչվում, իրաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է, որը տարեկան 2 կարևորագույն զեկույց ունի։ Դրանք ընդունվում են փետրվարին, եթե չեմ սխալվում։ Դրանցից ոչ մեկի մեջ ոչ enlargement-ի, այսինքն ոչ
իրանց ընդլայնման հատվածում, ոչ էլ Հայաստանի մասին հատվածում մի տառ գրած չի Հայաստանի նկատմամբ իրենց մոտեցումների վերաբերյալ։ Մի տառ։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ, եթե ես վաղը ներկայացնեմ օրինագիծ, որ Հայաստանը պիտի դառնա մեծ 7-նյակի անդամ երկիր, հա կարող է մեծ 7-նյակի անդամ երկրներից որևէ մեկի արտաքին գործերի նախարարության վարչության պետը իր Twitter-ում գրի, լավ օրենք են ընդունել Հայաստանում, պրիվետ։ Մոտ նույնն է իմ այս ներկայացրած process-ը ու այն ինչ որ իրանք արել են ԵՄ-ի հետ։ Սա հերթական պոպուլիզմն է, սա հերթական խափելն է մեր քաղաքացիներին։ ԵՄ-ի հետ լավ հարաբերությունները նախկիններից են ժառանգել պարոն Մամեջանյան։ Այսինքն ԵՄ-ի հետ հարաբերությունները նախկիններից իրենք ժառանգել են ՍԵՊԱ-ի մակարդակով, որը այնքան կարևոր փաստաթուղթ է, որ վավերացրել է այդ բոլոր երկրների պարլամենտների կողմից։ Դուք պատկերացնում եք, ինչքան կարևոր բան է, որ ինքը գնում է այդ երկրների պարլամենտ։ Իրանք հիմա ուզում են կնքեն ռազմավարական ինչ-որ փաստաթուղթ, որը կնքվելու է գործադիրների միջև եւ իր կշռով մոտ անգամ լինել չի կարող ՍԵՊԱ-ին։ Այսինքն մինչև մեզ ինչ-որ մի բան ասել ԵՄ-ի հետ հարաբերությունների հետ կապված, թող հələ գոնե մեր արածի կեսի չափ անեն, հետո կզրուցենք։ Իսկ թե ինչպես է պետք աշխատել ԵՄ-ի, մեր դաշնակից Ռուսաստանի, մեր գործընկեր մի շարք այլ երկրների հետ, դա ակնհայտ է յուրաքանչյուրի հետ կա իր օրակարգը։ Ակնհայտ է, որ դու այս օրակարգով, չգիտեմ, պարենային անվտանգության օրակարգով Բրազիլիայի հետ չես հարաբերություններ կառուցելու, չէ, հեռու է, կամ չգիտեմ, չեմ ուզում նեղացնել որևէ երկիր, բայց այն երկրում, որտեղ ժողովրդավարական արժեքները, ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը այդքան էլ զարգացած չի, դժվար իրանից ռեֆորմներ ակնկալես կամ իրանից ակնկալես, որ քեզ սովորացնելու են ինչպես ռեֆորմացնես մի ոլորտ, որը իր մոտ էլ է խնդրահարույց, հատուկ երկրի անուն չեմ տալի, որ հաշվի առնելով կարգավիճակս, որը մեկի երկրի չվիրավոր է։ Հիմա ակնհայտ է, չէ՞, այս ամենը։ Իսկ սա ամեն ինչը խառնել է իրար։ Արտաքին քաղաքականություն, ներքինը ներքին։ Ամփոփվեցին վաղարշաբաթի ընտրությունները եւ քաղաքացիական պայմանագիրը փաստում է, որ նախկինների հույսերը քաղաքականություն վերադառնալու, այսպես հոտս ցնդեցին, փշրվեցին։ Դե դուք էլ որևէ կերպ մասնակցություն չունեիք եւ բնական հարց կարող է առաջանալ, առնվազն այդպես են ասում։ Հիմա դուք կմեկնաբանեք։ Դուք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես դիտորդ եք մասնակցում, թե սա ուղղակի քաղաքական պասիվություն է, թե սա անգործություն է, ինչ է սա։ Նախ եկեք փաստենք, որ Հայաստանում շատ սակավաթիվ իսկ փաստացի երկու երերք քաղաքներից, որտեղ անդիմադիր թիմ ղեկավար է Մասիսը, նախկինում ղեկավարվում էր Դավիթ Համբարձումյան, քաղաքաբանտարկյալ Դավիթ Համբարձումյանի կողմից, ում ապօրինաբար դատելուց հետո այսօր, չգիտեմ երբ ենք եթեր տալու ես եթերը, բայց ամենայն դեպս ամսի 17-ին ավականու որոշմամբ ընտրվեց Նորայր Հակոբյանը, այսինքն Մասիսու քվեն պաշտպանվեց։ Այնտեղ շարունակում է լինել ընդդիմադիր համայնքապետ։ Նույնիսկ Դավիթ Համբարձումյանին ապօրինաբար բանտարկելուց հետո այս մեզ թիմերում չներգրավված լինելու տեսանկյունից մեղադրելու որևէ տարբերակ չկա։ Երկրորդ, Էջմիածնում հանրապետականի թիմը, հանրապետականի կուսակցականները ներգրավված էին ընդդիմադիր, իրական ընդդիմադիր տեխնացուների համար տարվող process-ներում, աշխատանքներում, կարևոր չի թե հիմա ասեմ, թե ինչպես կամ ով ինչ եւ այլն։ Ինչ վերաբերում է վաղարշաբթի պատից ինչ հետևություններ առնել։ Նախ ելքային պայմանները ի սկզբանե ես չեմ պատրաստվում սկսել վատաբանել էլեկտորալ ինստիտուտը եւ այլն, բոլորը գիտեն թե ինչպես է հանրապետականը վերաբերվում 26-ի ընտրություններին, բոլորը գիտեն, որ մենք իմպիչմենտով ենք փոփոխություն ուզում բերել, դա եւս մեկ անգամ այստեղ չտանեմ։ Նախ ուզում շնորհավորել բոլոր իրական ընդդիմադիր տեխնացուներին իրենց կատարած ահռելի աշխատանքի համար։ Ուզում եմ հիշեցնել, որ ելքային պայմանները ի սկզբանե հավասար չէին։ Եվ վաղարշաբաթ խոշորացված համայնքին միացվեց խոյ խոշորացված համայնքը, որի ղեկավարն էր ԿՊ-ի տեխնացուն։
հա, այսինքն ակնհայտ է, որ դա արվեց բացարձակ արհեստական կերպով եւ հատուկ ընտրություններին ընդառաջ։ Դրան գումարած ռեպրեսիվ ապարատը, որը աշխատում էր վաղարշապատում, ընդդիմադիրների բարեկամներին աշխատանքից հանել, քրեական հետապնդումներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու ինչ հետևություն է պետք անել։ Պետք է հետևություն անել, որ Փաշինյանը ամեն ինչ անելու է։ Ամեն ինչ, բոլոր անօրինությունները, անխտիր բոլոր անօրինությունները։ Պետք է հետևություն անել, որ պետք է ամեն ինչ անել Փաշինյանին հեռացնելու համար մինչև ընտրական process 26-ին եւ հստակ գիտակցել, որ 26-ին ինքը անելու է ամեն ինչ, սկսած կեղծիքներից, վերջացած ինքը օրենքը ընդունել, որով կարա չեղարկի ընտրությունները նույնիսկ ժամը 8-ից հետո, ու այսպես շարունակ ու պատրաստ լինել այդ ամենը։ Բայց ես ուզում եմ էլի հղում անել ձեր խոսքին, որ այստեղ ավելի հստակ ասեմ, ժողովուրդը հավաքական տեսանկյունից չի սխալվում։ Դե հիմա հավաքական տեսանկյունից ամեն դեպքում դուք ասացիք վարչական ռեսուրս եւ այլն, թիվը ասում է, որ մենք հաղթեցինք։ Ժողովուրդը սխալվեց, ժողովուրդը հավատաց, ժողովուրդը էլի նախկիններին չուզեց։ Բացատրեմ։ Նախ այդ նախկիններին չուզելը դա ձեզ չեմ թիրախավորում, բայց դա ակնհայտ փաշինյանական օրակարգ է։ Եթե այդպես շատ հետաքրքիր է, եթե հանրապետականը չկա, նախկինները չկան, կամ եթե ես նախկին եմ, բա Անդրանիկ Քոչարյանը ինչ է, Գուրգեն Մելքոնյանը ինչ է, այդ ոնց եմ ես 35 տարեկանում նախկին, իսկ բոլոր հնարավոր եւ անհնար պետական պաշտոնները զբաղած օլիգարխիայում թաթախված որոշ գործիչներ իրանք նախկին չեն, ես եմ նախկին, նախ այդ ինքը խոսույթը սխալ է այդ մեկը։ Երկրորդ, եթե մենք այդպես գոյություն չունենք, մենք քաղաքականության մեջ չպետք է լինենք, ինչի է անդադար Փաշինյանը պայքարում նախագահ Սարգսյանից թվերի դեմ, այս մի 2.5 շաբաթ է պայքարում, Նարեկին ու Վազգենին բռնեց, նստացրեց, քաբանտարկյալներ դարձրեց, անտի-ֆեյք լրատվականը փորձեց ամեն ինչ անել, որ գոյություն չունենա, ժուրնալիստների միության նկատմամբ խայտարագործողություններ անում, մյուս մեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, պետք որ տենց գանձենք գոյություն չունենք, այնքան գանձենք, որ տանում է պահի, եւ դա է իր բացատրությունը քաբանտարկյալներ ունենալու։ Եվ ձեր հարցին ժողովրդի հետ կապված։ Ասել, որ ժողովուրդը սխալվել է, ենթադրում այս կամ այն չափով մեղքը բարթել ժողովրդի վրա։ Ես դա կյանքում չեմ անել։ Եթե այս հարցազրույցով ես ինչ որ մարդու չկարողացա համոզել, ապացուցել, որ խաղաղության պայմանագիրը հեքիաթ է, որ Ադրբեջանը երբ ուզի կարող է հարձակվել Հայաստանի վրա ու դրա հետ կապված ոչ մի երաշխիքներ չկա, դա այդ լսողի մեղքը չի, դա իմ մեղքն է։ Այնպես որ այս տրամաբանության մեջ խնդրում եմ դիտարկել են ասած, որ ժողովուրդը չի սխալվում։ Եթե դու չկարողացար, մենք չկարողացանք ժողովրդին այս կամ այն բան ապացուցել, համոզել, աչքերը բացել, ապա պետք է փորձել ուրիշ ձև։ Պետք է փորձել ավելի բարձր, ավելի շատ, ավելի համբերատար, ավելի պարզ տեքստով կամ ավելի մասնագիտական տեքստով նայած։ Չի կարող գալ մի պահ, որ ես ասեմ, դե լավ, դե չէ, ես չեմ մեղավոր, իրանք չեն հասկանում, չէ։ Ես եմ մեղավոր։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։